Անցած 2-3 օրվա ընթացքում արձանագրված նոր գնաճը կազմում է 10-ից 15%, թանկացել են մի շարք ապրանքներ, այդ թվում բենզինը, պարենային ապրանքատեսականին։ Շուկայում արդեն սկսել են տոնական առևտուրը, բարձրացել է մսի գինը, մրգի, ընդեղենը անցած տարվա համեմատությամբ այս տարի վաճառում են ավելի թանկ գնով։ Գյումրեցիներն էլ այս տարի ոչ միայն բողոքում են, այլ զայրանում, երբ հարցնում ենք շուկայից ու գներից։ Այս պետություն ես ոչ տեսել եմ, ոչ է գլուխս մտել է, 90 տարեկան եմ ես։ Շուկան, մեր շուկան այնտեղ բացարձակ կարգով քաոս է, քաոս։ Ոչ հսկողություն ինչ որ, ես կեն եթե մասնավոր սեփականություն է։ Կռնամանեթի բառից 20 մանեթի ծախ է։ Հացի կիլոն 400 ռուբլի է։ Դուք ինչ եք ելման գալիս։ Հացը դա արակշռեք 10 քիշկան է։ 2 կիլո հավի բուտ եմ վերցրել, մի հատ ջերմուկ եմ վերցրել, թոշակս 30 արել եմ, սոված տուն կերտա։ Բայց ընչեք թանկացել, շատ դժգոհ ենք, թոշակով, իշկան կարում, այդ թոշակով հազիվ տամ հացերը գմուծել ես։ Այս տարի հատկապես թանկ են վաճառում խնձորը, մինչև 1500 դրամ է վաճառվում ամանորյա սեղանին հարմար խնձորը դժգոհում են գյումրեցիները, այն դեպքում երբ նարինջ կարելի է ձեռք բերել անգամ 600 դրամով, վաճառողներն էլ բացատրում, այս տարի խնձորը քիչ է եղել, եղածն էլ արտահանել են։ Մեկ կիլոն էսի գենիկ բերենք, որ սեղանի զարդ եղնի, որ հարևան է մտնի տունդ գելնի, դժգոհ չես տա։ Մեզ ապով ունիմ չեմ գնակ շեբը թանկացել է, ինչ է։ Տունը քացած է։ Ինչքան է եղել բենզինը։ Հա? Բենզինը ինչքան է թանկացել։ Չեմ գնացել, գնի մոր թանկ։ Երկրագնդի բոլոր պետություններում բոլոր նոր տարվա նախորյակներին գները էժանանում է պարտադիր կարգով, բայց մեր գիտակ, խելացի հայ ժողովուրդը լավաշոր հատ 50 դրամ է, հանեն 80 դրամ, 90 դրամ, 100 դրամ, հավգիտոր 10-20 դրամ է, հանել են 80 դրամ, խնձորնոր 150-200 դրամ թափածեր, երել է 700, 800, 1000, 1500 դրամ, էլ ինչ խոսանք, սես ընձի։ Ոչ հսկողություն կա, ոչ պետականություն կա։ Մի քիչ առաջ եմ եղել շուկայի, ես տեսել եմ, թե ինչ արելի գներ են։ Ժողովուրդը շատ մեղք է։ Ամեն ինչ բռնացած, թե մրգեղենից, թե խմիչքից, թե մսեղենից, թե պաներից, ամեն ինչը թանկացած է, 2-1 է գիլակների վրա։ Այդ վերջը դեռ պատասխան պետք է տան, թե չէ։ Ինչով է բացատրվում բարձր գնաճը։ Մասնագետները այն պայմանավորում են ինչ-որ չափով նաև տրանսֆերտների աճով։ Այս տարի դրանք նախորդ տարվա համեմատությամբ 50%-ով աճել են։ Հատկապես դեկտեմբերին մեծ ծավալներով դրամական փոխանցումներ են կատարվում, ինչն էլ իր հերթին կարող է գնաճի բերել, բացատրում է Հայ էկոնոմբանկի Գյումրի կառավարիչ Սարգիս Գրիգորյանը։ Ազգաբնակության մոտ գումարներ են հայտնվում, այսպես ասեմ, բնականաբար նրանց նաև գնողունակությունն է ավելանում եւ դա կարող է ինչ-որ չափով ազդել գնաճի վրա եւ դա բերի ինչ-որ չափով գնաճի, սակայն դա չի կարելի պնդել կամ ասել, որ միայն դա է պատճառը, որ այսօր մեր մոտ գնաճ կա։ Մենք գիտենք, որ ընդհանրապես մեր հանրապետությունում ամեն նոր տարվա մոտ նկատվում է գնաճ եւ փորձում են այս նոր տարվա առևտրից առավելագույն օգուտներ քաղել այն մարդիկ, որոնք որ Նախատոնակական գնաճի վերաբերյալ երեք արտահայտվել է նաև Սպառողների ասոցիացիայի նախագահը, այն մեկնաբանելով մեջբերենք հայ գործարարների ագահությամբ, որոնք փորձում են ամանորի նախօրեին պահանջարկի աճի հաշվին հարստանալ։ Կառավարությունը պետք է զսպի գնաճը, որպեսզի տնտեսական պայթյուն չառաջանա տոներից առաջ։ Գնաճով զբաղվող օղակը կենտրոնական բանկն է արդեն քայլերի է դիմում։ Երեկվան նախորդ նիստում արդեն հայտարարություն է եղել, որ մոտ ժամանակ նորից կաճվի ֆինանսավորման տոկոսադրույքը, որը կբերի գնաճի զսպման։ Մի խոսքով կառավարությունը քայլեր անում է եւ տեսնենք դրա հետևանքները ինչ կլինի։ Իսկ նման երևույթների հիմնական պատճառը ըստ մասնագետի շուկայական տնտեսության չկայացվածությունն է կամ մրցակցության պակասը։ Եթե չկա մրցակցություն, առավել եւս կառավարությունը պարտավոր է միջամտելու ու զսպելու գնաճը։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։